Բայց չես պատկերացնի ինչ թույն օր ունեցանք։ Գիշերը պարկել էի քնելու, սիրտս այնց արագ էր խփում, որ չկարողացա քնեմ։ Հա, ապեր, այս թեմայով դու իմ հետ շատ ես խոսացել։ Ես վախենում էի Վիկայի հետ այս թեմայով խոսալուց։ Բայց դե սենց անկեղծ ու բաց խոսակցություն երևի չկարանայինք ունենայինք։ Ապեր ինձ թվում է աղջիկների համար ավելի հեշտ է սենց թեմաներով խոսալը։ Հա որ։ Հա, ապեր։ Դե նայ, մենք տղա ենք։ Մենք ուրիշ ձև ենք նայում այդ հարցին։ Բայց իրանք աղջիկ են, իրանց մոտ մի քիչ ուրիշ ձև է, էլի։ Չես կարող ասես, մարդիկ տարբեր են, ամեն մեկը չի կարա։ Դե հա, ճիշտ ես ասում։ Դե շնորհավորում եմ, ապեր։ Սրտիդ քարը ընկավ։ Հիմա մնում է դու քեզ արդարացնես։ Գործդ նորմալ անես ու այդ դժվարությունները հաղթարես։ Հա, հաստատ։ Ես պետք է նորմալ անեմ ամեն ինչ։ Վայ Վիկա։ Չես պատկերացնի ոնց եմ սիրում։ Կյանքս է։ Մի րոպեում սաղ աշխարհը բերես տվեց ինձ։ Արի, գնացինք չչան։ Իբր շուտ էինք դուրս եկել, հազիվ ենք տեղ հասնում։ Որովհետև խոսքով ընկանք։ Հա, չէ։ Բայց ոչինչ որոշանում ենք, կարևորը այսքան լավ բան ասեցիր։ Ոյ Անայի սերեք այնքան լավ որ չես պատկերացնում։ Այնքան շնորհակալ եմ մամայիդ։ Այդ կարևոր նախադասությունը, որ ինձ չասեր։ Կուզես ես իրան ասեմ, շատ կուրախանա։ Հա, ասա։ Չէ, չասես, սպասի ես կգամ կասեմ։ Անայից չասես, էլի ես կասեմ։ Լավ չեմ ասի։ Դե գնացինք։ Տիրա, ապրես։ Կուզես չէ։ Դիրը դու կուտար։ Ռուսե։ Երեք Օլյան էր զանգել։ Դե պապան օգնել է, որ տունը վաճառվի, ինքն էլ երեք գնացել է երկրից։ Զանգել էր հրաժեշտ տար։ Էնպես չի, որ ինչ-որ հատուկ բան ա եղել, ուղղակի ես ինձ վատ էի զգում, որ չեմ ասել քեզ։ Ապրես որ ասեցիր, չնայած Դե ես լսել էի խոսակցությունդ կներես։ Չէ, կներեսի բան չկա, ես էլ լինեի քո փոխարեն կկանգնեի կլսեի։ Ես չեմ ուզում, որ մեր մեջ ինչ-որ չասված բաներ մնան լուսե։ Շնորհակալ եմ։ Ասում եմ, ուզում եմ այսօր պապայի օֆիս գնամ, դե տեսնեմ պապատ գնացել է այնտեղ ինչ-որ բան խոսել են։ Շատ լավ բան ես մտածել։ Դու վերջացրիր, սուրճ դնամ։ Ես կդնեմ։ Իսկ դու այսօր ինչ ունես։ Առանձնապես ոչ մի բան։ Կարող եմ միասին լանչի գնանք։ Չի բացառվում, եթե պապայի հետ խոսակցությունը շուտ վերջացնեմ։ Okay։ Ես կսպասեմ քո զանգին։ Լավ։ Հա, Մարիամ ջան։ Դե չէ, չուզեցի արթնացնել, նենց մուշ-մուշ քնած էիր, որ
Է որ եկել եմ ինչ։ 2 ժամը չեմ կարողանում տրամադրվել, որ գործ անեմ։ Ես լավ այսօր եկել ես, տնաշեն, արդեն իջնում էի ձեր տուն, բարի լույս։ Չէ, չի անջատվել։ Սուրենն եկավ։ Հա, իհարկե հիշում եմ։ Հիշում, ես քեզ հետո կզանգեմ։ Լավ։ Եվ ինչ ես հիշում։ Բան ա եղել, որ եկել ես։ Աչքիս խանգարեցի, հա, ձեր քաղցր զրույցը։ Ոնց որ մի տեսակ նեղված ես։ Լսի Սուրեն, 1000 գործ կա։ Դու ավելի լավ ասելիք տասը։ Լավ չես ասում մի ասա։ Եկել եմ հին թաղի նախագիծը քննարկենք։ Չէ, հավատամ ականջներիս։ Դավոսա խնդրել։ Չեմ ուզում տղուս կոդրեմ էլ երկու քարի արանքն ամանացել։ Մի կողմից ես, մի կողմից կինը ու անները։ Այս դե Դավոս լավ տղա է։ Ու ընդհանրապես իմ բախտը այդ առումով բերել է։ Կինս էլ է լավը, երեխեքս էլ են լավը։ Հարգա, ոնց որ ստեղ չես, հա? Էստեղ եմ, էստեղ։ Սա հին թաղի հետ կապված բոլոր փաստաթղթերն են։ Կարող ես կարդալ, ուսումնասիրել, հետո կզրուցենք։ Ես էլ գնամ Լուսեի ու Դավիթի առաջարկած նոր նախագիծը բերեմ։ Ծանոթանանք։ Եղավ Աշխեն ջան, մենք էլ ձեզ ենք գրկում ու ամփորում, ձեր գործերին էլ հաջողություն ենք մաղթում։ Անպայման կփոխանցեմ։ Եղավ, կզանգես, հա, Աշխեն։ Չմոռանա, զանգիդ եմ սպասում։ Եղավ։ Աշխենը քեզ գրկում էր ու բաչիկներ էր փոխանցում։ Ինչ էր ասում։ Հեչ ասում է Լևոնը, դեռ ստեղից կապվել է ռուս քննիչների հետ, հոր գործի հետ կապված։ Հիմա էլ գնացել է հետները հանդիպի։ Շատ լավ է։ Շատ լավ է, իհարկե։ Դե չէ, ինչ էր անելու այդ երեխան մենակ։ Բա տեսնում ես Տիկին Սաթան, ես էլ էի այդ ասում։ Իսկ դու ուզում էիր ինձ ու իրան պսակեիր։ Ձեր ես առնում դու, հա։ Ես որ գնա ինչ էի անելու։ Այ Լևոնը ի վերջո ոստիկան է, մի բան կանի։ Բա դու ինչ ես անելու, մենակ ես մնալու։ Չէ, սա մենակ չեմ մնա, հանգիստ է։ Այ լավ է։ Գնա գործերիդ է։ Տրամադրություն չունես։ Չէ։ Ես համ Աշխենի համար եմ ուրախ, համ էլ Լևոնի համար։ Իսկ այ լավ վերջ, այդ թեմայով էլ չեմ խոսում։ Ինչ է ժպտում։ Դե բա ոչ եմ լացելու։ Սաթ, մի 2 օր գոնե կտևի ես ամեն ինչի մասին չխոսալը։ Գնա կորի ասեցի։ Լավ, Տիկին Սաթան, ոնց ասես։ Զանգեց հրաժեշտ տվեց։ Վերջ, գնաց։ Գնաց։ Բայց դու ինչ-որ մտահոգ ես, հո բան չի եղել։ Կարողա վիճել եք պապայի հետ։ Հայրդ 180 աստիճան փոխվել է, բայց ինքը ինձ չի դադարում զարմացնել։ Ինձ էլ թվում էր մենակ ես եմ զարմանում, փաստորեն դու էլ, հա։ Բա լավ, այդ դեպքում մտահոգությանդ պատճառը ո՞րն է։ Արի չասեմ էլի։ Լավ։ Չես ուզում մի ասա, բայց եթե օգնություն պետք լինի, գիտես։ Շնորհակալ եմ շատ Դավիթ ջան, բայց ավելի լավ է դու ձեզնից պատմի։ Դե լավ ենք։ Սկսել ենք քիչ-քիչ հավատալ, որ մեզ մոտ ինչ-որ բան կստացվի։ Բա ինչ լավ բան ես ասում։ Ուրախ եմ ձեր համար։ Ապրես։ Իզաբել, ճիշտն ասած, Լուսեն երեք մի 2 բառ թռցրեց բերանից, հետո երբ որ հարց ու փորձ արեցի,
չուզեց մանրանը։ Դե ամեն դեպքում ինձ թվում է, որ լուրջ բան էր։ Ասում է, որ ձյաձարկանը մեղքի զգացում ունի։ Դե Սաթենի ու Արեգի հետ կապված։ Ասում էր, որ այդ կնոջ որդու Հարսի ու Թորան հետ նաև Արգամենք պիտի մեքենայի մեջ լինեին։ Դու գիտես այդ ինչ պատմություն է։ Դե մի քիչ գիտեմ, բայց դու լավ գիտես, հայրդ չի սիրում այդպիսի բաներ պատմել։ Դե գիտեմ, դրա համար եմ քեզ հարցնում։ Խնդրում եմ, ինչ գիտես ասա, հա։ Պապ, քեզ ինչ-որ բանով նեղացրել եմ։ Չէ, աղջիկ ջան, այդ ինչ ես ասում է։ Դե հարց եմ տալիս, վրաս էլ չես նայում։ Մտքերով եմ։ Լավ։ Բա վերջ ինչ եղավ։ Դե Սուրենը համաձայն է։ Ես Դավիթի հետ խոսել եմ։ Հետո Դավիթն էլ հոր հետ կխոսի, ժամանակացույցի պահով կպայմանավորվեն ու այդպես։ Ես Դավիթին վստահում եմ։ Դե, ես էլ եմ վստահում Դավիթին, պապ։ Հա։ Հա, ինքը շատ ազնիվ մարդ է, պապ։ Լավ բան ես ասում, աղջիկ ջան։ Գիտես, ես նեղվում եմ քեզ նման հարցեր տալուց։ Հա, ի վերջո սա ավելի շատ մոր ու աղջկա զրույց, հա, քան լավ։ Դուք ոնց եք։ Լավ ենք։ Հա։ Սկզբում Դե սկզբում մի փոքր դժվար էր։ Բայց հիմա արդեն հասկանում ենք իրար։ Ինքը շատ բարձ մարդ է, պապ։ Ազնիվ է, իր հետ շատ հեշտ է։ Դու ինձ շատ ուրախացել ես, շատ։ Լավ, ես քեզ կպատմեմ մեր խոսացածը, դե հետո Դավիթն էլ հոր հետ կխոսի ու համեմատենք։ Անպայման։ Պապ, գիտես, մենք Դավիթի հետ իրար ամեն ինչ պատմում ենք։ Դու հիմա շատ կարևոր բան ասացիր։ Իսկ Արամից ինչ կա։ Արամին ինչ կա։ Երեխեք ինչ լավ է, որ բոլորիս մոտ ամեն ինչ լավ է։ Էլ իրար հետ ենք։ Հաստատ։ Չէ տղաներ։ Ապա ինչ։ Հաստատ։ Երեխեք, բայց մենք խնդիր ունենք։ Ինչ։ Դե Արթուրը աշխատանքի է ընդունվել վաճառքի խորհրդատու։ Գիտենք, Վիկ։ Ու դե ինչքան շատ վաճառք, այդքան լավ։ Հա, բայց երեխեք ինչ կապ ունեն։ Կարող է ձեր տանոթներից ինչ-որ մեկին հետաքրքրում է այդ ծառայությունները։ Հա, բայց խելացի բան ես ասում, Վիկ։ Անայս, մենք նոր կամերաներ ենք դրել։ Պապան շատ գոհ է։ Կարող է դու էլ քո պապային հարցնես։ Կարող է ինքն էլ ուզի։ Անայս, ես կգամ ձյաձ Սուրենին կհարցնեմ։ Արտուրն էլ ամեն ինչ կբացատրի։ Ես անպայման կհարցնեմ, Արթուր ջան։ Մերսի շատ։ Հապեր, ես էլ մի հասցե գիտեմ, որ հաստատ կուզեն ձեր ծառայություններից օգտվեն։ Լուրջ։ Դզեց։ Հա։ Ես էլ հետդ կգամ։ Կարանք այսօր երեխեքին մի քիչ շուտ ճանապարհենք, իրար հետ գնանք։ Չեք նեղանա, չէ երեխեք։ Չէ ինչ նեղանալ։ Ես ու Վիկա կգնանք տուն, կսպասենք մինչև պապան գա խոսենք։ Ահա։ Շատ լավ է։ Երեխեք։ Շատ եմ սիրում ձեզ։
Համել Արտուրը որոշել է մեքենա առնի։ Հենց մեքենան առավ, միասին գնում ենք քաղաքից դուրս։ Cute։ Շատ լավ է։ Հա, շատ լավ է։ Միացինք։ Ես այդքանը գիտեմ։ Եթե երեխան հիվանդ չլիներ, Արամը, արգամենք էլ իրանց հետ կլինեին այդ մեքենայի մեջ, բայց դե այդ դեպքում ինչքան կլիներ իրանց ողջ մնալու հավանականությունը, չգիտեմ։ Ստացվում է, որ Արամն է բրկել, էլի։ Դե, հա, տենց է ստացվում։ Հենց այդ պատճառով էլ ջաջարգամը մեղավոր է զգում իրեն։ Հիմա հասկանում եմ Լուսան ինչ էր ասում։ Դե, հա, բայց մյուս տեսանկյունից էլ իրանք էլ էին զոհվելու, էլի։ Դե հա, հասկանում եմ, ուղղակի արգամը չգիտեմ ինչքանով ես ճանաչում իրեն։ Ինքը արտաքինից կոպիտ մարդ է, բայց ներսից շատ զգայուն երեխու նման է։ Դավիթ։ Դավիթ։ Ուսե։ Կներես չնկատեցի երբ եկար։ Ինչ կա ոնց էր պապատ։ Լավ էր, բարևում էր քեզ։ Ապրես։ Լսի ինչ եղավ վերջը, հանդիպեցին իրար։ Պապատ ասել է, որ ամեն ինչի համաձայն է։ Չէ։ Ու չի ուզել, որ ոչինչ փոխվի։ Չէ։ Պապային ասել է, որ քո այդ ժամանակացույցը կնայի։ Դե դա խնդիր չի, ես ինչ պետքա կանեմ։ Բայց պիտի ուշադիր լինես։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Հա, երկե հասկանում եմ։ Դու հանգիստ եղի, ես մի օրինակ էլ ինձ մոտ կպահեմ ու անձամբ կվերահսկեմ։ Հավատացնում եմ, դու էլ ջաջարգամն էլ շինարարության որակից չեք դժգոհի։ Գնանք սովածը։ Հա, գնացինք։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, Վիկա, բայց ինչ է եղել։ Վայ, շատ լավ բան։ Դուք չեք պատկերացնի ինչ կարևոր դաս եք տվել ինձ։ Յա, ձեր սերունդս կի համալսարանում դաս չի սիրում սովորել, էդ ես քեզ ինչ եմ սովորեցրել։ Մամ, շատ կարևոր դաս ես տվել։ Վիկան իր ու Արթուրի հարաբերությունների մասին շատ լիքը բան է հասկացել քո շնորհիվ։ Ոչ եք կռվել։ Անահիս մի հատ կոֆե դիր։ Չենք կռվել։ Բայց եթե տենց շարունակեի, հաստատ համ իմ կյանքն էի հարամելու, համ էլ Արտուրի, ու դե դրանից հետո հաստատ կկռվեինք, կբաժանվեինք։ Իսկ հիմա ոնց ամեն ինչ լավ է։ Վայ, շատ լավ է։ Երեք Արտուրի հետ երկար քայլեցինք։ Ու տենց ինձ ճանապարհելուց խոստացավ, որ տանելու է ծնողների հետ ծանոթացնի։ Վայ, ինչ լավ բան ես ասում, շատ լավ է, ուրախ եմ։ Հետո էլ ինձ խոսք ասես։ Ինչի՞ մինչև հիմա չէիր ասել։ Բա, Յանայիս։ Լավ, հատակ եմ անում։ Հա, Իզաբել, մեր սերունդը տենց կատակներ սիրում է անել։ Համ էլ ուզում էի մամայիդ պոտ պատմեի մի անգամից։ Ես ամեն ժամից գրասենյակում կլինի կգնամ իրա մոտ։ Լավ է, բայց շատ երկարից է։ Լիա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ջան։ Բարև։ Ես ինչ բան է եկել, ես չեմ հավատում։ Արամն է։ Սաատ տեսով է եկել։ Սաատ։ Ինչ անխիչ տղա դուրս եկար, լսի, չես կարոտում դու մեզ։ Էլ ավելի սաատ։ Գիտես ինձ վատ եմ զգում։ Է որ վատ ես զգում գալիս, է շուտ դու։ Նայ որ սպանում է։ Ապա իրա գտասրտության վրա ոչ չդնաս։ Լաց մի եղի դու էլ, իր, սկսեցին, նստեք։ Արտուրն ընկերս է։ Հիմա գիտեմ, բենզինս նեղանալու ես, բայց իր համար ենք եկել։ Չէ, շատ շնորհակալ եմ, որովհետև տղա ջան, եթե դու չգայիր, այս երիտասարդը ընդհանրապես չէր գա մեր տուն։ Դե սաատ։
Լավ, ասա տղա ջան, ինչով կարող ենք քեզ օգտակար լինել։ Դե չգիտեմ, անհանգիստ եմ անայս, ուզում եմ իմանամ ինչ եղավ։ Բայց Արտուրը ասելա չզանգեմ, վերջացնեն իրանք կզանգեն։ Հա, Արանն էլ չի սիրում, որ իրան հետ ընթացքում զանգում եմ։ Բոլոր տղաներն էլ տենց են։ Ու գիտես ամենավատը որն է։ Որ հետո չեն զանգում։ Այ ապրես։ Իա, երեխեք ջան։ Ինչ կա։ Գործ ձյաց սուրեն բարև ձեզ։ Բարև Վիկա ջան, ես բարևս եմ ուրոց։ Ինչ գործ։ Պապ, բայց պետքա խոսք տաս, որ անելու ես անպայման։ Իա, պայմանավորված գերոան, հա։ Դեռ ինչ կարամ երկուսի դեմ անեմ։ Ասեք, ինչ է պահանջվում ինձանից։ Արտուրը ինտերնետային ընկերությունում է աշխատում, F-net է կոչվում։ Ինքն էլ վաճառքի գործակալ է։ Դե գիտեմ, ձեր շենքը դամաֆոն չունի, մտածեցի կարող է ուզեք։ Կամ էլ հին թաղի սեփական տները։ Տեսնում ես, ման են գալիս, այս տղան իր ոտքով եկավ։ Դե շենքի համար պետք չի, բայց օֆիսի համար պետք է։ Կլինի, օֆիսի համար էլ կլինի։ Չեք պատկերացնի ինչքան հարմար ու անվտանգ է։ Իսկ ինչ ֆունկցիաներ ունի։ Ճիշտ է, որ սմարթֆոնով է կառավարվում։ Նախ ասեմ, որ մեր խելացի դամաֆոնը աշխատում է հավելվածով։ Հիմա ցույց կտամ։ Այս է ծրագիրը։ Հավելվածի այս մասում ներբեռնում եք ձեր ու այլ մարդկանց նկարներ, ովքեր որ պետք է օգտվեն դամաֆոնից։ Հետո ձեզ բանալի պետք չի։ Ընդհանրապես մոտենում եք դամաֆոնի տեսախցիկին եւ վերջ։ Մեջը տեսախցիկ ունի։ Դեմքը ֆիքսում է ու բացում, հա։ Հա, հեռախոսի face control-ի նման։ Հասկանում ես, մանալին որ մոռացա, այսինքն պրոբլեմ չի։ Ահա։ Հիմա ասենք մարդը եկել է օֆիս ու զանգը տվեց դամաֆոնին։ Հավելվածի միջոցով դուք տեսնում եք, թե ով է ձեզ զանգը հարել։ Ու եթե չեք ուզում բացել, ընդհանրապես չեք բացում։ Տես լրիվ քեզ համար է։ Հա, հաստատ։ Այս հավելվածի հետ կապված մի հատ շատ լավ բան կա։ Ասենք զբաղված ես եղել, զանգը չես լսել կամ ուզում ես տեսնես, թե ով երբ հայկել ու ոնց։ Հավելվածի այս մասում կա պատմության զանգերի բաժին։ Զանգերի պատմության բաժնում դուք տեսնում եք, թե ով երբ հայկել ու երբ է գնացել։ Այսինքն համ չպատասխանած զանգերն է ցույց տալիս, համ պատասխանած։ Հա։ Իսկ տեսախցիկը ոնց է աշխատում։ Ոնց որ սովորական վիդեո նկարահանման տեսախցիկը։ Այս բաժնում են մնում։ Այդ տարածքի եղած մյուս բոլոր տեսախցիկների նկարահանումներն են այստեղ երևում, տեսեք։ Անալոգային զանգի վահանակի մոտ էլ տեղադրում ենք հակավանդալային տեսախցիկ։ Դա էլ գիշերային տեսանկարահանման համար է։ Իսկապես խելացի դամաֆոն է։ Էլի հարցեր կան։ Ոչ մի հարց ինձ թվում է չկա, վերցնում եմ, չէ՞։ Միանշանակ։ Չես պատկերացնի, Մարիամ, երեխան եկել էր մոտս հարցել էր, տալիս չէի կարողանում դեմքին նայել։ Հետո խոսեցինք, բացվեց, պիտի տեսնեի իրենպես էլ Դավիթին գովում, անկեղծ ես էլ զարմացա։ Խոսեցինք, բացվեց, ես էլ հանգստացա, վերջապես հարցրեցի, ոնց եք, հիմա ոնց եք։ Ասես չեմ թաքցնի, պապ ջան, սկզբում դժվար էր, բայց հիմա արդեն լավ ենք։ Դե հիմա դու լավ ես։ Հիմա արդեն լավ է։ Դու լինեիր իմ փոխարեն ինչ կանեիր։ Ես եղել եմ քո փոխարեն, ու այդ ճանապարհը անցել եմ։ Ու լավ է, որ հիմա կկարողանաս աղջկադ հետ շփվել։ Հա, հիմա արդեն կկարողանամ։ Իսկ Սուրենը։ Ինչ Սուրեն։ Սուրենը։ Հին թաղի պահով խոսել եմ հետը, քեզ ասեցի։ Չգիտեմ, Մարիամ, չգիտեմ։ Ինչքան քիչ հանդիպեմ ես այդ Սուրենին, այնքան ավելի լավ։ Հենց հանդիպում եմ, չես պատկերացնում, Արյունը գլխով սա տալիս ու Դե հա, տենց ավելի ճիշտ կլինի, որ փորձես ավելի քիչ տեսնես իրան։ Հա։
Երեխեք ասաց կմտածի կասի։ Հա, Բայց ասաց երբ։ Չէ, բան չասեց։ Բայց զարմանում եմ, գիտես, միշտ պապան է Դավեթից բողոքում, որ ուշացնում է։ Հիմա էլ ինքն է ուշացնում պատասխանը։ Դե Անա, այս 2 կոպեկի բան չի, պիտի մտածի, չէ։ Հա, բայց պապան ասում է, որ մեզ պետք է։ Հա, ես էլ եմ տենց հիշում, բայց երևի Բայց սուրե։ ստեղ ենք։ Վիկա ջան, մտածեցի։ ու ինչ որոշեցիք։ Այվարդ ինչ կարա որոշի քո ձած Սուրեն։ Իզաբել հրտես։ Տես ինչ աչքեր ունի, լսի քո Արտուրը գիտի, ինչ աղջիկա ձեռ ընկել։ Գիտի, դու քո ասելիքն ասա։ Ինչ ասեմ։ Ես կարամ մերժեմ ես աղջիկան։ Կանչի այդ Արտուրին։ Ուփրեք շուտ։ Ապրեմ շատ։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ։ Մենք ենք շատ շնորհակալ, տղա ջան։ Սաթ, Չենք քննարկում։ Սուս մնա։ Հաց ենք ուտել պարտադիր։ Տարբերակ չունենք արդ։ Արի ապեր, արի, լոգարանան դեղը։ Արեք։ Հա։ Աշխեն դա։ Արամ ջան, դու չես լվացվում։ Հա, ոնց չեմ լվացվում։ Այսօր զանգում չկաս։ շատ լավ մարդիկ էին։ Քո ինչն էին։ Արամ էլի խորացար։ Չես լսում։ Ինչ էիր ասում, ապեր։ Ասում էի ովքեր են մարդիկ։ Իմ ընտանիքը։ Այսինքն Դե Արեգի papan ու իմ papan ընկերներ են եղել։ Դե Արեգն էլ ինձ ոնց որ մեծ աղբերա, Սաթեն էլ տատ։ Շատ լավ մարդիկ են։ Անայսն ու Վիկան որ ստեղ լինեին, կասային քյութ։ Քեզ էլ չգիտեմ որ շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալության կարիք չկա, ապեր։ Արեգը հեսա հին թաղի ժողովրդին էլ հաստատ կասի, նա ինչքան գործը լինելու։ Լուրջ ես ասում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Բան մի ասա, ապեր, ավելի լավ է զանգի Վիկային, ասցիր վերջացնենք կզանգես։ Չեմ զարմանա, որ արդեն ներվերից եղունգները կրծել է։ Ամեն դեպքում եւս մեկ անգամ ծերոնց կասա շնորհակալություն, լավ։ Անպայման։ Զանգի Վիկային։ Սա դες մի հատ թեյ դնեմ, խմենք ու ես անցնեմ իմ գործերին։ Լսի, հա, երեխեքով ընկանք չհարցրեցի։ Աշխեններ զանգել, ինչ էր ասում։ Լևոնից էր պատմում։ Ասաց, որ ռուս քննիչների հետ լավ հարաբերությունների մեջ է մտել ու ինքն էլ է ինչ-որ չափով մասնակցություն ունենալու այդ գործին։ Այսինքն միասին են աշխատելու։ Տենց շատ մանրամասն տեղյակ չեմ։ Բայց ոնց հասկացա, Պաշի գործը ստեղել է, չէ՞ բացված, այդ գործի շրջանակներում։ Ապրիլ Լևոնը, լավ է մտածել։ Հա, մարդը սուսուփուս իր գործը առաջ է տանում։ Բա Աշխենի հորից ինչ կա, ձենձուն չկա։ Լևոնը փորձում է հետը կապ հաստատի։ Ոսկի է այդ տղեն։ Հա, լրիվ։ Սա բայց մի տեսակ ես, մուտքերով ուրիշ տեղ ես։ Չէ, ոչ մի տեղ չեմ, ստել եմ։ Դե արի։ Դե այսօր երբ որ եկա տուն, այդ ամեն ինչը նորից հավաքեցի, ինֆորմացիան էլ դասավորեցի, որ երբ որ պապայիդ հետ ժամանակացություն նայեք, Սաթերենց հատ հանդիպման համար ամեն ինչ պատրաստ լինի։ Ինչ արագն ես, Իսկ ես հորս չտեսա։ Օֆիսում չէր։ Չէ, ուղղակի չգնացի։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Ոչ թե զբաղված էի, այլ
Այնքան լավ օր եմ ունեցել, որ մտածեցի կփչացնի օրս։ Ախր հայրս է շատ թանկ մարդ է ինձ համար, բայց ինչ անեմ։ Լավ, դրա մասին չխոսենք։ Այսօր մեր օֆիսից մի կին էր եկել ու բոլորիցս խորհուրդ էր հարցնում, դե որդուն վերջերս ամուսնացրել ու հարցնում էր որտեղ կարելի է նորապսակներին ճամփորդության ուղարկել։ Չէ, չմտածես հիշեցնում եմ կամ ակնարկ եմ անում։ Լուսե։ Մենք էլ կգնանք։ Այս նախագծի պատմությունը կավարտենք ու կգնանք։ Ստացվում է, որ երեխես երջանիկ չի, այլ փորձում է համակերպվել։ Այսինքն սիրտը Արեգի հետ է։ Իսկ ուղեղը թելադրում է, որ չէ, Դավիթը լավ մարդ է, մնա ու շարունակի ապրել Դավիթի հետ։ Բայց Արգամը խաղաղ մարդ չի։ Այ ամենավտանգավորները այդ խաղաղներն են։ Չէ, հաստատ տակը մի բան կա, բայց ինչ։ Լուսին, չգիտեմ։ Քո պաշտպանության կարիքն ունեմ, եթե իհարկե համաձայնվես։ Դու ումից ես պատրաստվում պաշտպանվես։ Պապայից։ Ու մեկ էլ մնալու տեղա պետք։